Բարով եք Դե բարով եք եկել։ Գործերին հաջողություն։ Բարի Ժողովուրդ ջան։ Ամենակարևորը կարողանանք նոյեմբերի 16-ին բոլորս միասնական մասնակցենք ընտրությանը եւ թիվ 4-ին Մայր Հայաստանին ձայն տալով նաեւ դրական փոփոխություններ բերենք։ Մեր ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, դա ձեր համար առավել նաև պարտավորեցնող է Դողսի համար, որպեսզի այստեղ էլ արդյունքները շատ դրական լինեն։ Մենք գնում ենք փոփոխությունների, մենք գնում ենք նոր իշխանություն ձևավորելու եւ հույս ունենք, որ այդ փոփոխությունները տեղի են ունենալու, որը այդ փոփոխությունների կրակը կհասցնի ամբողջ Հայաստան, որովհետեւ այսօր վաղաշաբաթին հետևում է ամբողջ հայությունը, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, շատ կարևոր ընտրություններ են, որովհետև համ քաղաքական, համ համայնքային նշանակություն են ունենալու։ Օրվա իշխանությունը նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ է հարձակվել։ Մենք պաշտպանում ենք մեր եկեղեցին եւ մեր քվեով նաև պետք է պաշտպանենք։ Դուք գիտեք, Գրիշա Հարությունյանը 5 տարի, 6 տարի մոտ ղեկավարել է Դողս համայնքը, իր աշխատանքը տեսել եք, մենք էլ բոլորս գիտենք այդ մասին ու այն ծրագրերը, որ ունենք արդեն վաղաշաբաթ համայնքի հետ կապված, արդեն ձեր քվեի ուժով փորձելու ենք կյանքի կոչել արդեն ավելի լայն մասշտաբով։ Ոտքներս եւս մեկ անգամ ասեմ, որ բարի լինի Դողս եւ խմենք մեր հաղթանակի հաջողության համար եւ Գրիշա Հարությունյանն էլ դրական արդյունքներ մաղթենք, Ժողովուրդ ջան, ողջերս բարի։ Գրիշա ջան, դու շնորհակալություն մի հայտնի համայնքին, համայնքն է շնորհակալ, որ դու կաս, դու ես այդ հարգանքը ստեղծեք ու ստեղ աշխատելով, ապրելով, պրոբլեմ չունես։ Շատ լավ։ Ժողովուրդ ջան, շատ շնորհակալ ենք, որ մեզ դիմավորում եք, հյուրասիրում եք։ Մենք չենք կասկածում ճիշտ ասած մեր Գրիշայի հետ կապված, մենք գիտենք, որ իր հարգանքն ու պատիվը այդպեսին է։ Եվ մենք էլ ամեն ինչ անելու ենք մեր հերթին, որպեսզի ձեր վստահությունը արդարացնենք։ Ու շատ կարևոր է, որ բոլորս միասնական ջանքերով նոյեմբերի 16-ին մասնակցենք։ Այս իշխանությունները մենակ մի գործիք ունեն, այդ ճղճին քայլերն են, որ իրանք իրականացնում են։ Շաբաթներ առաջ, երբ որ դեռ չէր սկսվել քարոզարշավը, սրանք իրանց այսպես կոչված ուժայիններով մտել էին մեր Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի աշխատած տարիներն էին ուսումնասիրում, հոտոտում, չգիտեմ ինչ էին ուզում անել։ Մենք սրանց աշխատելավոճը լավ գիտենք եւ շատ կարեւոր է, որ տվյալ դեպքում ասում է գյուղ կանգնի գերան կկոնտրի։ Այսինքն մենք պետքա թիկունք կանգնենք մեր տեխնացուներին եւ այս իշխանությունները իմանան, որ այդ իրենց փորփրելը, քրքրելը, հոտոտելը որևէ արդյունք չի կարող տալ եւ դա ընդամենը քաղաքական հետապնդում է եւ ընդամենը իրենց իրական դեմքն է բացահայտում։ Այս տղա, բարի օր։ Իմանա Անդրանիկը։ Քոնը։ Всё, Զորապետ։ Դու էլ ես։ Յո, քոնը ոնց է։ Դու փոքր հա։ Ուզում եմ ասել։ Չէ, ինքի անուն իրականում Գրիշա է։ Ժողովուրդ ջան, մեր քաղաքական հաջողության համար եւ Դողսի համար